Հանրապես եկեղեցու դեմ այդ գործողությունների մեծ դժգոհություն կա, բացի այդ նաև մայրաթոռը գրավելու հարցում Նիկոլ Փաշինյանը դեռ այնքան վճռական չի, որովհետև առաջին քայլը ցույց տվեց, որ գրավել ասելու տակ ինչ ես պատկերացնում։ Գնալ մայրաթոռ, փորձել մտնել տաճար եւ պղծել տաճարը, ինչպես պղծեցին Հովհաննավանքը, Գյումրու եկեղեցին։ Պատարակը պղծում է կոչվում։ Այն պատարակները, որոնք այս պահին իրականացնում է Նիկոլ Փաշինյանը իր շրջիկ խմբերով, դա մեր եկեղեցու կանոնադրությանը եւ ծեսերին չի համապատասխանում։ Այսինքն եկեղեցու որևէ հակառակորդ, եթե պատարակի մասնակցի, դա ելի նույն բնորոշ բնութագիրը կունենա։ Հարցը հակառակորդ լինելը չի, հարցը Դե մենք խոսում ենք քաղաքական հակադրության մասին, եւ չտանենք այն տիրույթ, որտեղ այդպիսի հակադրություն չի կարող լինել, որովհետեւ երկուսն էլ հիմնված են միևնույն ժողովրդի վրա։ Ես այս պահին Նիկոլ Փաշինյանի հետ եկեղեցի գնացողներին չեմ համարում ժողովուրդ։ Դրանք սովորական մարդիկ չեն։ Դրանք մարդիկ են, ովքեր խմբեր են, ովքեր ձևավորում են վարչական ռեսուրսից, ԿՊ համակիրներից, այստեղից այնտեղից, ովքեր փորձում են ինչ-որ բան իշխանությունից փախցնել, բայց դրանք ժողովուրդ չեն։ Դասական իմաստով ասած, այսինքն նրանք անկեղծ հավատացյալներ չեն, ովքեր ուզում են ժողովուրդը եկեղեցու տիրույթում է ժողովուրդը։ Այո, ժողովուրդը դժվար է ասել նաև, որ եկեղեցու տիրույթում է։ Ընդհանուր գիտեք ինչ, ժողովուրդը այս պահին այդ հարցով ես կարծում նորից բաժանված է երկու մասի, հա։ Մի մասը պաշտպանում է, որովհետև իրեն դուր չի գալի ընդհանրապես եկեղեցու դեմ այս գործողությունները, անկախ նրանից իրենք համակրում են Գարեգին երկրորդին, համարում են իրենց կաթողիկոս թե ոչ, եւ նրանք լավ են հասկանում, որ այս քայլերի հետևում միայն անձնական քաղաքական շահախնդրություն է եւ եկեղեցու մաքրման հետ որևէ կապ չունի։